Ես իմ սննդակարգում ավելացրի մեկ շատ էժան արտադրանք, որը ուտում եմ շաբաթը ընդամենը 3 անգամ, եւ վերլուծությունների արդյունքները պարզապես զարմացրին ինձ։ Ճնշումը կայունացավ, իսկ վատ խոլեստերինը սկսեց իջնել։ Այսօր ես կպատմեմ, թե ինչ արտադրանք է դա, ինչպես է այն ստիպում ձերանոցները կրկին առաձգական դառնալ, ինչպես երիտասարդության ժամանակ, եւ ինչու դեղատներին շահեկան չէ, որ դուք իմանաք այդ մասին։ Երբևէ մտածել եք, թե որքան գումար ենք թողնում դեղատներում, փորձելով իջեցնել ճնշումը կամ մաքրել անոթները։ Մեզանից շատերը փնտրում են փրկություն թանկարժեք ներմուծվող խաբերում, առանց նկատելու, որ մեր ոտքերի տակ կա մի բան, որը արժե ընդամենը կոպեկներ։ Այս արտադրանքը հզոր բնական աղբյուր է անօրգանական նիտրատների, բայց մի վախեցեք այդ բառից։ Մեր օրգանիզմում այդ նիտրատները վերածվում են ազոտի օքսիդի, հենց այդ նյութն է հրաման տալիս ձերանոցներին, թուլացեք եւ լայնացեք։ Երբ անոթները լայնանում են, ճնշումը բնական կերպով իջնում է, իսկ սրտի վրա բեռը նվազում է։ Սա դեղատնից քիմիա չէ, սա մաքուր կենսաբանություն է, որը աշխատում է ցանկացած տարիքում։ Բայց դա դեռ ամենը չէ, այն պարունակում է եզակի նյութ, բետային, այն իջեցնում է հոմոցիստեինի մակարդակը։ Սա այնպիսի ամինաթթու է, որը կարծես քերծում է ձերանոցների ներքին պատերը։ Հենց այդ միկրոչաքերում է հետո կպչում խոլեստերինը, առաջացնելով բլյաշկաներ։ Շաբաթը 3 անգամ մի չափաբաժին ուտելով դուք բառացիորեն փայլեցնում եք ձերանոցները ներսից, չտալով բլյաշկաներին ոչ մի հնարավորություն։ Իսկ եթե դրան ավելացնեք ընդամենը 1 ճիշտ բաղադրիչ, օգուտը կկրկնապատկվի։ Մարքեթոլոգները ստիպում են մեզ գնել գոջի հատապտուղներ, չիա սերմեր եւ սրտի համար թանկարժեք հավելումներ, բայց գիտական հետազոտությունները հաստատում են, մեր այսօրվա հերոսը հակաօքսիդանտների եւ բետայինի պարունակությամբ գերազանցում է շատ էկզոտիկ արտադրանքներին։ Խոսքը գնում է սովորական կարմիր ճակնդեղի բազուկի մասին, բայց ուշադրություն։ Եթե պարզապես քերեք այն բորշի մեջ, դուք չեք ստանա նրա բուժիչ ուժի եւ 10%-ը։ Որպիսի ճակնդեղը աշխատի որպես անոթների փոշեկուլ եւ ճնշման կարգավորիչ, պետք է պահպանալ 3 կանոն։ Առաջինը՝ մի եփեք այն ժամերով։ Երկար եփելը սպանում է նույն այն նիտրատները, որոնք լայնացնում են անոթները։ Իդեալականը թխելը կեղևով կամ թեթևակի եփելը։ Երկրորդը՝ երբեք մի կերեք այն առանց յուղի կաթիլի։ Բետայինը եւ ճակնդեղի վիտամինները ճարպալույծ են։ Լինոլենի կամ ձիթապտղի յուղի մի գթալը այն վերածում է դեղորայքի։ Երրորդը, ամենակարևորը՝ հյութը։ Եթե որոշեք խմել ճակնդեղի հյութ, թողեք այն 2 ժամ հանգստանա սառնարանում։ Հակառակ դեպքում կարող եք ստանալ անոթների սպազմ օգուտի փոխարեն։ Եվ գլխավոր բոնուսը՝ ավելացրեք մի քիչ սխտոր։ Սխտորը ուժեղացնում է ազոտի օքսիդի գործողությունը, ստեղծելով հզոր սիներգետիկ էֆեկտ հիպերտոնիկների համար։ Փորձեք սովորական մի կողմնակի ուտեստը փոխարինել թխած ճակնդեղով սխտորով շաբաթը ընդամենը 3 անգամ։ Ձեր մարմինը շնորհակալություն կհայտնի ձեզ արդեն 10 օր հետո եւ բաժանորդագրվեք ալիքին։ Ձեր հետ է Անահիտը։ Հաջորդ տեսանյութում կպատմեմ, թե որ արտադրանքն է սպանում ձեր հոդերը, իսկ դուք համարում եք այն դիետիկ։ Առողջ եղեք։